Միջև իրանք կմտնեն, մտա սեղանի տակ։ Լավ է, որ գիտես, բայց ավելի կարևոր է, թե ինչպես ես մատուցում։ Ես վազում եմ գործի հետևից, դրամը վազում է իմ հետևից։ Մարդիկ կան, հա, շատ դեպքերում ասում են իրար հետ հավաքվեցի ծաղում եք, դա ձիգ են պահում թիմը, հետո մտնում են ասում են հյուրամատ, ինչի՞ չեք ժպտում։ Այ մարդ այդ մարդը ո՞նց ժպտա, երբ ժպտա։ Թեկուզ ծանոթ եմ բերել, բայց իրանք գիտեն մի բան, մտան աշխատանքի, իրանք դարձան աշխատակից։ Կարծում եմ դեմքս խամրած է, ասի չէ, քո ուղեղն է խամրած։ Ինձ այդպես էլ ասել եմ։ Okay, ասի որովհետև դու չես տեսնում այն գեղեցկությունը, որ դու ունես։ Ասենք շատ ծխող տղամարդիկ, որոնց շուրթերի գույնը ամբողջովին արդեն մքացել է։ Ծխախոտի համար տեղ են ուզում սարքեն, որ միանգամից բռնվի այդ։ Լավ միտքեր կմտածենք։ Բայց երբ գնում եմ, ես հաղթող եմ դուրս գալի։ Ընդհանրապես հաղթում եմ, վերջում սուսուփուս եմ գալի։ Ողջույն։ Ես Նարեկ Ալեքսանյան, բիզնես փորձագետ, եւ B1 մեդիայի եթերում շարունակում ենք բիզնեսմեն, թե բզբզմեն հաղորդաշարը, եւ այսօր ունեմ հիասքանչյուր դոկտոր Հելենա, ողջույն։ Ողջույն։ Հելենա Ազարյան, Helios բժշկական կենտրոնի հիմնադիրն է եւ գլխավոր բժիշկը։ Այո։ Նախապես ասենք, որ մեր քննարկումը այսօր լինելու է դույով, որպեսզի ավելի ամիջական լինենք, հա, եւ փորձելու ենք բացահայտել եւ քննարկել այն ամենը, ինչ կա բիզնես աշխարհում, էսթետիկ գեղեցկության շրջանում եւ այլ, բայց որպեսզի մեր քննարկումը ել ավելի ուրեմն լինի ազարտի մեջ, հա, ունենք հարցաշար պատասխաններով, հա, ու մեր թիմը ամեն ինչ արել է, հարգել են, որպեսզի սխալ պատասխանես, որովհետև մենք ունենք բզբզ հարցեր։ Հենց այս բզբզ հարցերն էլ մեր ամենակարևոր ինտրիգային հարցերն են։ Եթե մեկնարկից առաջ իհարկե ցանկալի է ինչ-որ կարծիք, միտք, նորություն միգուցե ունեք, խոսքը ձեզ երկու բառով։ Հիմա սխալ պատասխանեմ, թե ճիշտ չպատասխանեմ։ Բզբզ հարցեր։ Ոնց արդեն տակտիկայից է։ Իդեպ ասած ունենք հյուրեր, որոնք դիտավորյալ սխալ են պատասխանում, որ բզբզ հարցը քաշեն։ Okay։ Կամ հակառակը, ունենք հյուրեր, որ նեղվում են, որ չպատասխանեցին, բայց ասեմ հարցերը այնքան միկրոմենեջմենտի մակարդակում են գտնվում, որ ամեն ինչ արված է, որպեսզի հիմնադիրը հաստատ աչքի տակից մի թեթև բաց թողված լինի, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ չէ, ամեն ինչը հիմնադիրը տեսնում է։ Չէ, համաձայն չեմ։ Ես օրինակ շատ բան չեմ տեսնում։ Ես միշտ դրա համար ամբողջ ստաֆ եմ պահում, որպեսզի օգնեն ինձ։ Ես ընդհանրապես աշխատող բժիշկ եմ։ Դա նախորոք ասեմ, որպես հիմնադրի շատ հարց չտակ։ Շատ լավ է։ Այսինքն բայց մենք ամեն դեպքում մի քիչ բիզնեսի մասին փորձելու ենք ճշտել, տեսնեմ, ես էլ ճշտեմ մի հատ իմ համար էլի վերջում։ Ինչա կատարվում, հա։ Մեկնարկենք։ Սկսենք։ Եվ այսպես առաջի հարցը։ 2023 թվականի աշնանը Helios բժշկական կենտրոնում որն է եղել օտարերկրացի հաճախորդների կողմից երկրորդ ամենապահանջված էսթետիկ ծառայությունը։ Օտարերկրացի 2023 թվականի աշնանը։ Երկրորդ ամենապահանջված էսթետիկ, զգում եք ամեն ինչ արել են որ խճճեն։ Մենք ունենք 4 տարբերակ։ Okay։ Տեսեք, դուք տանջվեցիք հարցի վրա, բայց մեր թիմը այդ առումով չարաճճի թիմը, ինչ ասենք, պատասխանների մեջ ինձ է տանջը։ Որտեւ ես պետք է փորձեմ արտաբերեմ այդ ամեն ինչը, ինչ որ ձեր առօրյայում կա, բայց իմ առօրյայում չկա։ Հետևաբար այդ ուրեմն էսթետիկ ծառայությունների անվանումները 4։ A. Բլեֆարոպլաստիկա, ճիշտ արտաբերեցի։ Այո, աչքերի վիրահատությունն է։ Ահա։ B տարբերակ Բոլիֆտ։ G տարբերակ IPL ֆոտոթերապիա։ D տարբերակ շուրթերի ֆիլեր։ Okay։ Բացի շուրթեր բառից ոչ իման չեմ ճանաչում։ Այն մարդ ամաչեցի ինձ։ Հրավիրում եմ ձեզ Helios բժշկական կենտրոն ոչ շուրթերի համար։ Մնացած։ Շնորհակալություն։ Այ ես եւ իմ ընկերները լարվեցին նոր։ Որ գնամ միամիտ շուրթերն է սարքի այն մարդ։ Չէ, ինչալոց ասեմ ձեզ, ինչու՞ չէ անում ենք տղամարդկաց, բայց հատուկ կա, որ ասենք շատ ծխող տղամարդիկ, որոնց շուրթերի գույնը ամբողջովին արդեն մքացել է։ Ծխախոտի համար տեղ են ուզում սարքեն, որ միանգամից բռնվի այդ։ Լավ միտքեր կմտածենք։ Ինքս պետք չէ, այդպես հատուկ տեղ է, որ մոխրամանի վրա կա, չէ՞։ Մտածենք, որ Russian lips-ը գիտեք, չէ՞, որ ցես կողքերից շատ վարակույրի նման անում են, մեջտեղ անցք։ Շատ լավն էր։ Ունենք, ո՞րն է ձեր կարծիքով երկրորդ ամենապահանջվածը։ Այո, իհարկե, եթե գիտեք։
Ես մտածում եմ, քանի որ հենց այդ շրջանում իմ կողմից այդ բոլիվտը եկել էր ու նորություն դարձել, դա հեղինակային իրավունք ունեմ այդտեղ։ Չեմ ասի արտասահմանցիներ միայն, ընդհանրապես մարդկանց կողմից շատ պահանջված է հիմա էլ ու այդ ժամանականից սկսած։ Բլեֆարոն չէր կարող լինել, որովհետև արտասահմանցիները գալիս են, բայց իրենք չեն գալի հատուկ շատ բլեֆարոյի, տեղացիներն են շատ մեր մոտ։ Okay, շուրթերը էլի ուզողներ կան, բայց ամեն դեպքում էլի արտասահմանցին չի գալի շուրթանի ու գնա անմիջապես։ Այնտեղ IPL-ը ընդհանրապես մեջտեղից դուրս է գալիս, մնում էր բոլիվտը։ Տարբերակ բոլիվտ։ Հիմա ասենք այն մարդկանց, ովքեր նոր միացան մեր ալիքին, հա, հետևում են B1 մեդիան, անպայման բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք նոր հաղորդաշարերը։ Մենք բիզնես քննարկման մեջ, որտեղ մարդիկ միացել են, պատկերացնում եք 2 րոպե խոսում են շուրթերը, ես ասում եմ, էսի ալիք ենք միացել, ինչի մասին են խոսում, դա ճիշտ պատասխանն էր։ Դիլի։ Այո, դու ճիշտ պատասխան, դա բոլիվտն էր, այո, ճիշտ պատասխանն էր։ Ինչ է դա։ Okay։ Դա Botox lift-ի կարճ անվանումն է։ Botox lift։ Botox-ը բոլորը գիտեն թե ինչ է, դա հատուկ նյութ է, որը որ մենք Իդեպ ասած հումորային ծրագրերից արդեն գիտենք Botox-ը ինչ է, հա։ Հա, այն որ 40 դեմքը հումորային ծրագրերից։ Հա, իմ կապակցությամբ այնքան են այդ երևույթին անդրադարձել հումորային տարբեր նախագծերում, որ դու արդեն մոտավոր հասկանում ես դա ինչի մասին է, իհարկե մոտավոր, բայց lift-ը, այն lift-ը չի, չէ՞ որ lifting է տալիս, ասենք եթե մարդիկ ուզում են այս հետևի մասերը մանավանդ դեմքը ձգվի, որտեղ վերջապես հասկացան, որ դեմքը ձգվում է ոչ թե առջևից, այլ հետևից, ոչ թե պետք է այս գծերը բարձրացնեն, այլ հետևից։ Մի խոսքով իմ կողմից հեղինակային ստեղծվել է այդ բոլիվտը, Botox-ը օգտագործում եմ հետին հատվածներում ձգելու համար, եւ դա միանգամից շատ տարածվեց ամբողջ ցանցերում, պահանջը բարձրացավ եւ նույնիսկ արտասահմանից էին գալիս։ Դրա համար ես պատասխանեցի։ Բայց շատ հետաքրքիր է։ Երկու նախ հիասքանչ տիրապետում եք ուրեմն տարբեր թեմաներին, պետք չէր այն սկզբից պատրաստել մեզ, գիտեք, ես ոչ մի բան չգիտեմ ինչա կատարվում։ Չէ, որպես հիմնադիր ասեցի, բայց որպես բժիշկ չէ։ Հիմա երկրորդ կարևոր պահը, առաջինը կուզենայի բաց թողված սեգմենտը, շատ ոլորտներում գոյություն ունեն բաց թողված սեգմենտներ, այսինքն իրանք որպես կանոն կարծրատիպային մտածելակերպի հետևանք է, այսինքն տղամարդիկ չպետք է գնան օգտվեն կամ մենք դեմ ենք ցանկացած ծխախոտի ցանկացած տեսակով օգտագործմանը, բայց նույն այդ արտադրողները, հա, իրենց ուշադրությունը դարձեցին դեպի կանանց ու պարզվեց այնտեղ իրանք ավելի լավ շուկա գտան, քան տղամարդկանց պարագայում էր, հա։ Բայց կար կարծրատիպային մտածելակերպ, որ դա տղամարդուն ուղղված պրոդուկտ է կամ ծառայություն, սիգարետները ստեղծեցին։ Այո, ու ինքը բավականին տարածվում է եւ այլ չենք ասենք որ կախվածությունը ավելի երկար է եւ այլ այնտեղ կան լիքը բացասական կտորներ, բայց բիզնեսի տեսանկյունից իրանք այդ կարծրատիպից դուրս եկան եւ շահեցին։ Հիմա տղամարդիկ իրենք հավասար օգտագործող են, նոր են մտնում, ինչ կարգավիճակում այդ ամենը։ Չէ, հավասար չեն, չեմ ասի, որ հավասար են, ընդհանրապես էսթետիկ բժշկության բնագավառ քանի տոկոսն է կազմում, ես կասեմ առայժմ 10-ից 15% ամենաշատ։ Okay, մնացածը դեռ կանայք են։ Բայց այն որ տղամարդիկ դարձել են ավելի խնամված ընդհանրապես, ոչ մենակ ուղղակի էսթետիկ բնագավառում, այլ արտաքինից դա շատ հաճելի է, որտեղ վերջապես մենակ կինը չի որ պետք է անընդհատ խնամված մնա ու կողքից տղամարդը ոչ։ Ու հասկանում են արդեն, օրինակ ես դուք գիտեք գալիս եմ Քուվեյթից, շատ հետաքրքիր են այնտեղ տղամարդիկ խնամված։ Ես արդից օգտվելով ձեզ շնորհակալություն եմ ասում, որովհետև դուք ընդամենը 2-3 օրով եք գտնում Երևանում ու այդ 2-3 օրվա ժամանակ մենք ձեզանից առելի մեծ կտոր վերցրել ենք։ Այդ բան նախաբանին դրա մասին էինք խոսում, ասում ենք առելի մեծ քանակության մարդկանցից ժամեր ենք փաստորեն գողացել։ Այնպես որ շատ շնորհակալ ենք որ ժամանակ եք մեզ տրամադրել եւ հիմա տղամարդիկ եւս հա վերադարձել են այդ դաշտ։ Ոչ մենակ վերադարձել, ուղղակի սա էլ է առողջություն։ Տեսեք, ինձ համար գոյություն չունի էսթետիկան առանց առողջության։ Այնքան պետք է անել այդ էսթետիկա, որ առողջ երևա։ Իսկ տղամարդը պետք չի առողջ երևա։ Օրինակ, հենց այդ շուրթերի պահը կա հատուկ այո ներարկում, որ այդ ծխող տղամարդկանց համար, որ գույնը մուգ, կապույտ կամ սև ու հանկարծ բացվում է գույնը։ Ոչ թե շուրթ ենք մեծացնում, այլ գույնը առողջացնում։ Այսինքն դա ինչ որ մի հատ վատ սովորույթի հետևանքն եք դուք բարելավում։ Այո։ Ու դա կարող է աչքերի տակի մկությունն է, որ գալիս է նորից բացացնում ենք գույնը ու ընդհանրապես դեմքի գույն ենք բացում, օրինակ մազահեռացումը վերցնենք տղամարդկանց, երբ որ առաջ մեր մոտ ընդունված էր այդ արտասահմանում էր շատ կամ արաբական երկրներում թելով որ հանում էին
մազերը այս հատվածում, նախ ցավոտ, երկրորդը հետքեր եւ ընդհանրապես հետո կարող էր ակնե կամ պրիշիկ առաջանար։ Իսկ այս դեպքում լայզերով հեռացնելուց համ փակվում է մաշկը, համ բացվում է գույնը ու փայլ է ստանում։ Չանեն, անեն։ Շատ հետաքրքիր է, տղա, այսինքն հասկացանք ծառայություններ կան տղամարդկանց համար եւ դա կնհայտ են եւ կա բարելավումներ եւ իսկ իրենք ոնց են գալիս, այսինքն կինն է բերում, այսինքն ով է այն մարդը, որ տղամարդուն ուղղորդում է դեպի էսթետիկ գեղեցկություն։ Կինը, գովազդային արշավներն են, որտեղ այդ ամեն ինչը կատարվում, էլի։ Գիտեք, հիմնականում տղամարդիկ գալիս են խնդրից ելնելով, ասեցի դա։ Եթե ինչ-որ մի բան իրենց նեղացնում է, այն որ օրինակ դեմքի շրջանում պիգմենտացիա կա, կամ եթե շատ հիմա գիտեք որ նիհարում են նաև տղամարդիկ են շատ նիհարում, չէ՞, ասեղներով են նիհարում, սպորտով են նիհարում ու դրա հետևանքով կախվածություններ առաջանում է։ Այս նազալոբիալ կամ քիչ շրթունքային ծալք է կոչվում, միանգամից խորանում ու միանգամից տարիքը մեծանում։ Բայց այդ մարդը երիտասարդ է, մարմինը գեղեցիկ, արդեն ամեն ինչ լավ է, բայց դեմքը կախված։ Այդ դեպքում մենք կիրառում ենք գալիս են հենց այդ մեթոդը, որպեսզի նաև մարմնին համապատասխանի արդեն դեմքը ըստ տարիքի։ Okay, օրինակի համար եմ ասում։ Երբեմն այո կանայք են ուղեկցում, երբեմն տղամարդն է կնոջը հենց բերում։ Okay, այն օրը նույնիսկ այնպեսի շատ հետաքրքիր դեպքեր տղամարդը ուղեկցել էր կնոջը, հետո ինձ մի պահ դուրս կանչեց, խնդրեց եւ ասում է ամեն ինչ արեք, ինչ որ ուզում է թողանի։ Մենակ թողանի, okay, տղամարդը կնոջը։ Ներս եմ գնացել կնոջը ասում ուրեմն այնտեղ դրսում ունեք շատ լավ երկրպագու տղամարդ միջև հիմա որ ուզում է որ անպայման ամեն ինչ անեք դե ասեք ինչ եք ուզում իհարկե ամեն ինչ չարեցի ինչ որ պետք էր արեցի բայց շատ հետաքրքիր էր այդ զույգի ներկայանալը որ ինձ տղամարդ համոզում է շատ ժամանակ տղամարդիկ դեմ են չէ հանկարծ չգնաս հանկարծ ոչինչ չանես մի երկու բառով կուզենամ անդրադառնալ զբոսաշրջիկների մասին խոսեցինք տենց շատ լավ երազանք կար հա որ Հայաստանը կարող է դառնալ բժշկական туриզմի ուրեմն ուղղություն ուրույն տեղը գրավել ու հիմա մի քիչ դες նախանձով նայում ենք դեպի հարևան Թբիլիսի թե ինչպես են այն ինչը որ համարվել է միշտ ավանդական Հայաստանի առավելությունը, հա, սրտի օպերացիաներ եւ այլ ծառայություններ հիմա Թբիլիսին է եւ կամ է տեսնում ես մարդիկ գնում են զարմանալի դեպքով, հա, պլաստիկ օպերացիաներ ուշ տեղեր են անում ու դու ասում ես, բայց մենք էինք առաջատարը Այսինքն դեռ մենք որտեղ ենք այդտեղ գտնվում, դեռ դիրքերը պահպանում ենք, դեռ նոր բան ունենք ասելու, հավատում ենք հենց դրան, որովհետև դա հրաշք երևույթ է, երբ որ Հայաստանը իսկապես կարողանանք սարքել այդ մանավանդ արաբական աշխարհի համար, այլ երկրների համար այդպիսի մի հատ խաչմերուկ։ Գիտեք, ասեմ ավելին, առաջին մազի տրանսպլանտացիան հնարողը եղել է հայը, ամբողջ աշխարհում։ Եվ դեռ ավելին հիմա Թուրքիան է գտնվում այն որ կենտրոնը արտաբերեմ դա ցավ է եւ որ մարդը խոսում է մազերը Չակերտի մեջ դեմին կանգրագետ ասում են կրակել հա մազերը կրակել Թուրքիա միանգամից Թուրքիան առաջանում ինչու որովհետեւ նրանք սովորել են սերվիս ասած բառը ոչ մենակ այն որ անում են այլև կարողանում են մատուցել պրոֆեսոր ունեի Դանիելյանը ասված լուսահոգի տարավ ուրեմն ինձ ասում էր լավ է որ գիտես բայց ավելի կարևոր է թե ինչպես ես մատուցում ուրեմն սովորել մատուցել չնայած ինքը երբեք դժգոհ չի եղել այն իմ ներկայացնելուց բայց միշտ փորձում էր նաև ավելի ուղղորդել ինքը լինելով 80-անց մարդ այնպես էր կարողանում հաճախորդ գրավել որտեվ ճիշտ բացատրել, ճիշտ խոսել, ճիշտ հիմա երկրի մասշտաբով դա վերցնենք եթե այն օրը կգա որ մենք կկարողանանք մեր ունեցածը ներկայացնել okay ամեն ինչով դա ուզում է լինի այն որ ասում են մի հատ քար են դնում գետնին ու սկսում են պաշտել այդ քարը սա սուրբ քար է չէ մեր սուրբությունը այստեղ է այս երկրում է ու մնացած ամեն ինչով այո մենք ունենք խելացի բժիշկներ մենք ունենք շատ գեղեցիկ տեղ հենց մենք ինքներս Քուվեյթում հայեր ենք որ աշխատում ենք ու ամեն մեկս էլ որ աշխատում ենք այնտեղ նախ մեր սեղաններին դրված է Հայաստանի մասին գրքերը Եվ հենց որ հաճախորդը գալիս այդ գիրքը վերցնում են ու ներս են գալի հարցեր են տալու մեզանից յուրաքանչյուրը սիրով պատմում է Հայաստանի մասին ասում է որ արդեն այո դայրեկտ բացվել է ուղիղ գիծը բացվել է չվերթներ կան եկեք այսպես եկեք մենք ձեզ հյուր կընդունենք նույնիսկ այնտեղից մարդկանց ուղղորդում ենք ու հյուր կընդունենք մեր տանը կընդունենք ու ասում եմ հայը այդպես է հայը ձեզ տանը կընդունի մնում է այս բոլորը դառնա մասշտաբային որտեվ հայի հյուրասիրությունը իմիջիալոց հաճախորդներից շատ-շատը բողոքում են Թուրքիան ճիշտ է գնում են այնտեղ ստանում են բայց ասում է իրենց մնացած մարդկային որպես սերվիս no way չեն սիրում Ասում ենք հաջորդ հարցին
Միգուցե ապրանքանիշի անունը սխալ կարդամ, բայց դուք իսկ ուղեք, լավ։ Լավ։ Բիհր ապրանքանիշի, ճիշտ կարդացի։ Բիհր, Բայեր։ Ճիշտը Բայերն է։ Բայեր։ Շատ լավ։ Բայեր ապրանքանիշի քանի ապրանքատեսակ է վաճառվում ձեր կայքի խնամքի միջոցներ ենթաբաժնում։ Այդ է դժվար հարց է։ Տարբերակներ ունենք 21, 24, 29, 34։ Ասեմ 29, չգիտեմ, ասում եմ 29։ Դե լավ էլի դոկտոր։ Լուրջ։ Ճիշտ պատասխանն էր դա։ Ես գիտեմ դա մեր պոդոլոգիայի, չէ, մի րոպե, դա մեր պոդոլոգիայի բաժանմունքն է, որի հետ համարյա ես գործ չունեմ։ Okay, ու լուրջ եմ ասում։ 29։ Դե ուրեմն ասում եմ ձեր հետ կարելի է նույնիսկ կազինո գնալ։ Հա, այդ դա հաստատ։ Okay, չեմ սիրում, բայց մենք նույն տեղն ենք, ես չեմ ընդունում։ Բայց գնում եմ, ես հաղթող եմ դուրս գալի։ Ահա։ Ընդամենը հաղթում եմ, վերջ խուսփուս եմ Ավելին գալի։ ասեմ, մեր մեջ ասած իրանք է ձեզ չեն սիրում։ Նա, Որտեվ չեք սիրում իրանց, երբ գալիս եք հաղթում եք, բարձա չեն սիրում։ ու հաղթելուց հետո անմիջապես դուրս եմ գալի, ել չեմ շարունակում։ Դե համար չեն սիրում։ Ասում եմ դա փոխադարձ է, հա։ Մի քիչ եկեք խոսանք, ուրեմն հետարքի երևույթ կա, երբ որ դու ծառայություն ես մատուցում, հա, ինչ-որ ցանկացած ծառայության ոլորտի մի քիչ բիզնեսի տեսանկյունից իգե շատ կարևոր մանրուք է, բայց դրան շատ դեպքերում տենց անտեսվում է այդ նյութերը, որով որ դու աշխատում ես, կամ այն միջոցները, որ դու կիրառում ես, այն սպասասրահը, այն աթոռը սեղանը, որ մարդը նստում է, այն սուրճը, որ դու մատուցում ես, կամ այն բաժակով, որ ինքը պետք է ջուր խմի։ Դրանք թվում է թե մանրուքներ են, բայց մի հատ ուրիշ բիզնեսում հետաքրքիր բան եք նկատել։ Ընդհանրապես փոխել ենք պլաստմասե, ուրեմն բաժակները, որը ընդունված է, չէ, բոլորը դրած է, մարդը կարա ջուր խմի, երբ որ մարդը ջուր ուզում, ապակիով ենք տանում։ Կտրուկ փոխվել է վերաբերմունքը։ Այսինքն մենք ընդհանրապես ժամվա մեջ 3 հատ հյուր ունենք, հա? Ու այդ 3 հատ հյուրին կարելի է էլի բաժակով տալ։ Ու այնպես է կուզենայի մի քիչ, որտեվ ընտրված ապրանքանիշը բավականին հայտնի է, հա? Ոնց եք ընտրում նյութերը, ոնց եք ընտրում գործընկերներին, ոնց եք վերաբերվում այդ մանրուքներին, հա, ծառայության մատուցման տեսանկյունից, որտեվ ինքը ծախս է։ Կարելի է ուրիշ բանով փոխարինել, շատ դեպքերում մարդը չի նկատի։ Ինքը կարող է չնկատել, թե ինչով է մաքրություն արված, բայց սերվիսի տեսանկյունից գրագետ է, ճիշտ է, հա, օգտագործել ավելի ճիշտ նյութեր, ճիշտ ծառայություն մատուցել եւ այլն։ Տեսեք, ամեն ինչին մենք նայում ենք, որ առաջինը խնդրից ելնելով, եթե դա այսինչ խնդրին լուծումը այս տեսակի նյութի բաղադրությունն է։ Այդ բաղադրությամբ նայում ենք, թե աշխարհում ինչ նյութեր կան։ Եվ որն է, որ ավելի մատչելի է դառնում, թե հաճախորդի եւ մեր ձեռքբերման համար, եւ այնպեսին, որ կարողանանք շարունակաբար դա ունենալ, այնպես չէ, որ այսօր ունենք, վաղը կարող է հանկարծ չլինի։ Ու ինչ պատմություն ունի անցած տված ապրանքանիշը, ինչ պատմություն ունի անցած։ Okay, այսօր է ստեղծվել, թե դրանից երկար տարիներ ու արդեն անցած փորձ է։ Բազմաթիվ իհարկե կան այնտեղ նաեւ չափանիշներ, բայց հիմնականում կոնկրետ ես որ ընտրում եմ, այդպեսով եմ ընտրում ապրանքը։ Օգտակարությունը, արդյունավետությունը, ազդեցությունը, մաքրությունը, նաև հետագան խնդիրներ չառաջացնի այդ նյութը ոչ թե հենց այս պահին, այլև հետագայում, եւ ասեցինք, իհարկե լինի մատչելի, թե մեր համար, թե հաճախորդի համար, եւ լինի օգտավետ։ Եթե բան չունեք ավելացնում, անցնենք հաջորդ հարցին։ Անցնենք։ Գնացինք։ Հա, մի բան ասեմ, ցես որ ուրեմն ես որ ամեն անգամ այրոպորտ անցնում եմ, այդ վերջի պահը որ պետքա կանչում են այն որ համարները չէ գրում գնացեք այսինչ, ուրեմն ես իմ համար խաղ եմ սարքել։ Ահա։ Նախքան մոտենալը կկանչեն կամ այդ լուսարցակ որ ցույց է տալիս համարը, թիվը գուշակում եմ։ Ու ասեմ 90% ես բռնացնում եմ այդ թիվը։ Խաղ եմ սարքել։ Գնացինք հաջորդ ուրեմն հարցին։ Ինչ թեմայով է Helios բժշկական կենտրոնի TikTok-յան էջի ամենադիտված հոլովակը։ Ուրեմն դուք ունեք TikTok-յան էջ։ Ամենադիտված հոլովակը ինչ թեմայով է։ Ունեք տարբերակներ։ Անվճար ծառայություններ զինվորականների համար, նոր տարին սկսիր նոր մասնագիտությամբ, երրորդ տարբերակը շարունակում ենք բացահայտել մեր պլաստիկ վիրաբույժներին եւ D տարբերակ մինչեւ հիմա սխալ ես կապում կոշիկի թելերը։ Ոնց է իմ մասին ելներ էսի։ Չորրորդը։ Так, ունենք
Մինչև հիմա սխալ ես կապում կոշիկի թելերը։ Օրինակ ես կնայեի դա, ես այդպես վերցրեցի։ Մինչև հիմա սխալ եմ կապում կոշիկի թելերը։ Որ իսում այն որ այդ վերնագիրը կանչող է։ Գիտեք, որ կան չէ, վերնագրերը ոնց որ word մտցնեմ մարդու գլխի մեջ, էլի դու մտածում ես, այսինքն սխալ եմ կապում։ Ու ասում եմ միացնում ես ու ինքը ուրիշ բանից է խոսում։ Ասում է դու էլ մտածեցիր սխալ ես կապում, չէ, դու ճիշտ ես կապում, ուրիշներն են սխալ ընկալում եւ այլն։ Ուրեմն ունենք տարբերակներ անվճար ծառայությունների զինվորականների համար, նոր տարին սկսիր նոր մասնագիտությամբ, շարունակում ենք բացահայտել մեր պլաստիկ վիրաբույժներին եւ կոշիկը սխալ են կապում։ Լավ, վերցնում եմ ամեն դեպքում երրորդ տարբերակը։ Շարունակում ենք բացահայտել մեր պլաստիկ վիրաբույժներին։ Եվ սա սխալ պատասխանն է։ Okay։ Ճիշտ պատասխանը անվճար ծառայությունների զինվորականների համար։ Սա գեղեցիկ ուրեմն պահը թվալու համար չեմ ասում, իսկապես շնորհակալ ենք ձեզ, որովհետև ու շնորհակալ ենք, որ դա նաև տարածում եք, հա, այդ երևույթը, որպեսզի իմանան, որ այո, գործով գործարարները գործով պետք է կանեն մեր բանակը մերն է։ Այսինքն այդ ու այս վերջերս մի հատ հետաքրքիր բան եմ բացահայտել, որ մենք բանակ ասելով, հա, միայն զինվորական հատվածին ենք անդրադառնում, այնիշ մարդիկ կան, որ իրանց նվիրել են ոչ թե 2 տարով, 1 տարով, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, հա, այլ ովքեր իրանց կյանքը ամբողջովին կապել են բանակի հետ, հա, սպայեր, մենք սպաների թեմայով շատ քիչ ենք խոսում, բայց այդ մարդիկ 20 տարով, 30 տարով, հա, իրանց նվիրել են այդ ազնվագույն գործին, այնպես որ շատ հետաքրքիր գաղափար է։ Այս վերջերը քննարկում ենք հենց պոդոլոգիայի բաժանմունքում, հատկապես զինվորականների համար ոտնաթաթերի խնդիրներ ունեցողներ, դու գիտեք ինչքան ունեն։ Ներաճած եղունգ, ցավող, այնտեղ հարթաթաթություն եւ այլն, իրենց է ուղված դա, օքեյ, որպեսզի կարողանան օգտվեն, որտեղ վերջը ամուր ոտքերն է, ասում են երիտասարդությունը սկսում է հենց ոտքերից, ծերացումն էլ է սկսում այնտեղից։ Okay, այնպես որ ամուր ոտքերը ամենակարևորն են։ Ես չգիտեմ դուք ինչքանով եք տեղյակ, պոդոլոգիայի գաղափարը ընդհանրապես ես եմ մտցրել Հայաստան, որովհետև այն որ ինձ պետք էր ոչ մենակ զինվորները, այլև հայ ժողովուրդը ունենար խնամված ամուր ոտքեր ու գաղափարը հենց այդտեղ էր։ Ես ինքս միշտ վախենում էի գնալ սալոններ եւ այլ տեղեր, որտեղ ստերիլյություններ, չգիտեմ ինչ, հազար մի խնդիրներ կան ու ընդհանրապես գրագետ մոտեցում, ճիշտ կտրվի եղունգը, ամեն ինչ սկսում է հենց այդտեղից։ Սխալ կտրեցին հազար մի խնդիր։ Էլ չեմ ասում ստերիլիզացիան։ Մենք նույնիսկ դրա վրա չենք ֆիքսվել։ Այսինքն ոնց ասես կտրում ես էլի եղունգը։ Կյանքում չես մտածում որ եղունգի մենք կոշիկ կապելու մասին ենք խոսում, կարող է եղունգն էլ եք սխալ կտրում։ Դա այնքան բարդությունների առաջ է կանգնեցնում, որ չեք պատկերացնի։ Ու դրա համար առաջացավ իմ մոտ գաղափար ինչու չունենալ Հայաստանում ուղղակի ոչ թե սալոն, այլև կենտրոն այդպիսի բժշկական, որը որ խնամքը ու դա ուղղված էր նաև հենց զինվորներին։ Ապրեք շատ հետաքրքիր գործ եք անում։ Ասեմ ձեզ։ Ուր է դառնա տարածելի եւ սա դառնա, որ ասում եմ TikTok ասեցիք ուրախացա, ուրեմն շատ մարդ է նայում դա։ Քաշում ենք բզբզ հարցը, հա, ուրեմն ասեմ նախորդ որ հնարավոր է մեզ հանդիպեն հարց, որը որ մեր նախորդ հյուրերն են թողել, դուք եւս ձեր հարցը հետագայում ունենալու եք այստեղ։ Բայց հիմա կարող է լինի հարց, որը որ մեր թիմն է պատրաստել։ Ինչ սովորություններ կմտաբերես, որոնք ձեռք ես բերել աշխատավայրում եւ ամեն օր կիրառում ես։ Ինչով են դրանք օգնում քեզ։ Հա, ասեմ, դպրոցական տարիներից սկսած ես միշտ ուշացել եմ 10 րոպե։ Նույնիսկ մի հատ աղոթք էի հորինել, Տեր Աստված, եթե պիտի վերջի վարքյանս գա, այն վերջի վարքյանը, խնդրում եմ ինձ 10 րոպե դու, որտեղ մեկ ասած կյանքում ուշացել եմ, այդ 10 րոպեն էլ դու կարող ես շփոթելով բանան եմ, հա։ Հիմա աշխատավայրում սովորեցի, որ ժամանակին ներկա լինեմ մի քիչ էլ 10 րոպե նույնիսկ առաջ, որ հասցնեմ։ Okay, հասցնեմ, որ հաճախորդի ժամանակին ընդունեմ իրենից առաջ։ Ոնց? Ուրեմն նախ Չէ, դու պետք է օրինակ ծառայես։ No, ուղղակի ես հասկացա, որ դու ինքդ պետք է օրինակ ծառայես, միջև ուրիշի վրա խոսած ինքդ փորձիր առաջինը։ Okay, չի կարելի խոսել մեկի վրա, օրինակ ադմինիստրացիան ես ոչ նկատողություն անեմ, եթե ես ինքս եմ ուշանում։ Ուրեմն առաջ ինքս օրինակ ծառայեմ։ Ու ընդհանրապես ամեն ինչում սիրում եմ մի հատ օրինակ ծառայել։ Okay։ Մի քիչ երևի լուրջ պատասխանեցի։ Չէ, հենց այդպես է պետք է։ Տեսեք, որովհետև շատ դեպքերում մենք
ախր բիզնես աշխարհը ինքը գտնվում է այտենց քողարկված մարդը չի հասկանում այնտեղ եւս մարդիկ են աշխատում մարդիկ իրենց սովորություններով մարդիկ ունեն վատ եւ լավ սովորություն հետո լավ ու վատ սովորությունը հա ինքը ձևավորում է դրա դեմ պայքարում են փոխում են բայց ի տարբերություն բոլոր ոլորտներին որոշ բիզնեսում հիմնադրի սովորույթը տեղափոխվելու է բիզնես այո եթե ինքը ոնց որ ինքը ուշանում է եւ այդ ուշանալը նորմալ է անհնար է կարգապահություն պահանջել այդ բիզնեսից։ Իրենց մոտ այդ ուշանալը նորմալ երևույթ է լինելու, հա? Ու ամենավտանգավորը, երբ որ այդ ուշանալը դառնում է ցավոք սրտի կոդավորված, հայավարի բառն են ավելացնում։ Ասում են դե հայավարի է։ Այնինչ այդպես չի էլի։ Մարդիկ ճշգրիտ աշխատում են, ամեն հայ չի որ ուշանում է։ Հիմա այդ սովորությունը որ դուք ասեցիք, լավ նկատեցիք, որ ուշանում եք, ժամացույցը հետ դրեցիք, ոնց դրա դեմ պայքարեցիք, այսինքն ընկերներ ունեն, որ 15 րոպե ժամացույցը առաջ են դրել։ Նախ ասեմ, չէ, շատ հետաքրքիր է, քարտուղարուց խնդրեցի, որ ինձ էլ ժամանակը ճիշտ ժամանակին չասի։ Ես սկիզբը այդպես սկսեց, որ եթե ասենք 9:30 ունեմ արդեն գրանցում, ասի ինձ 9-ին։ Օ Okay. Այսինքն հասկացա, այսինքն դուք զգում եք որ ժամի ընկալում գոյություն ունի, երբ որ ես ճշգրիտ այդ ժամին են ասում։ Այո, ես այդ ժամին, բայց ինձ պետք էր որ ես 10 րոպե առաջ այնտեղ լինեի։ Հետո հասկացա որ հաճելի է, երբ որ գնում եմ մի քիչ առաջ, նստում եմ իմ աշխատակիցների հետ, մի հատ անցյալ օրն ենք քննարկում մի քիչ, մի հատ հասցնում եմ հանգիստ այդ սուրճը սմպել։ Լարվածություն չկա։ Այո, չկա, հետո հանգիստ փոխում եմ ու ընդունում։ Հասկացա ինչ լավ բան է, ես ոնց եմ բաստողել այսքան տարի։ Շատ լավ է։ Հաջորդ հարցը հանելուկ է եւ մեր ճկնախ բալիկները հիմա հանելուկի տեսքով կներկայացնեն մի հատ երևույթ, որը կա բիզնես աշխարհում։ Իրենց բարերով, իրենց ընկալումներով Տերյանքից парքի Սանն է, Արիաննան։ Համ մենք ուրախանում ենք, մեր պարտք ենք համարում, որպեսզի մեր թվում է բիզնես աշխարհի բիզնեսի մասին խոսացվող ուրեմն հաղորդաշարում անպայման ունենանք նաեւ երեխաներին որովհետև մեծ հույսեր են կապում աճող սերնդի հետ, իրենք ավելի խելացի են, ավելի հմուտ են, ավելի պրագմատ են, հա, չգիտեմ ոնց էլ բնութագրեմ ու ասում եմ, հետո ախր մի քիչ որ մեծացանք իրանց կողմից ստեղծված երկրում ենք էլի ապրելու, այնպես որ հարգանքով վերաբերվենք երեխաներին։ Գնացինք։ Դա անակնկալ է, որը տալիս է մարդկաց ծնունդին։ Օրինակ, ես դրանից ստացել եմ եւ ինձ գնել եմ խաղալիքներ։ Դա անակնկալ է, որը տալիս են մարդկանց ծնունդին։ Ես ստացել եմ եւ գնել խաղալիքներ։ Դե փաթեթե որի մեջ պետքա դրամ լի, որ ինչ կուզես կգնես քո ծնունդին։ Եվ ինքը մի բառով է։ Ավելի ճիշտ երկու բառից է բաղկացած։ Այդպես են ասում։ Երկու բառից բաղկացած, բայց ինքը ոնց որ մի բառ լինի, էլի, այտենց։ Եթե գնել է, ինքը նշում է այնտեղ գնել է։ Հա, գնում է, ինքը անակնկալ է, տրվում է անակնկալ եւ հետո դա դուք շատ դրանով ինքը գնել է։ Դրանով ինքը գնել է։ Դրանով ինքը գնել է։ Եթե գնել է, ուրեմն վճարել է։ Եթե վճարել է, մի բան պետքա դա պետքա դրամ լինի։ Դրամ։ Դուք եւս դրանից ունեք։ Ինչ որ բան մարդկանց ծննդի հետ կապված կամ ինչ որ մի հատ հատուկ հյուրերին։ Քարտ, նվեր քարտ։ Նվեր քարտ է։ Այո, դա ճիշտ պատասխանն է, նվեր քարտ։ Yes։ Եթե շատ հեռու լինեիք, ես չեմ սիրում հուշել, որովհետև գիտեք, ես ում բզբզ հարց քաշեն։ Բայց շատ մոտիկ եք, ես ինձ մեղավոր կզգայի, որովհետև դուք դրամի շուրջն էր ու մոտավոր է սրա շուրջը եք, էլի։ Որովհետև դա գնել է նվեր քարտ։ Ոնց եք վերաբերվում ընդհանրապես մարքեթինգային այդ տարբեր գործիքակազմին, հա, որովհետև շատ դեպքերում ասում են մենք բժշկության ոլորտում ենք եւ նույնիսկ այս բառակապակցություն կա, ասում են բժշկությունը բիզնես են սարքել։ Ես դրան ասում հակառակ եկեք ուրախանանք, որ ինքը բիզնես է դարձել, ուրեմն հետեւաբար հաճախորդամետ է դարձել, էլի։ Այո, տեսեք։ Եթե ես այսպես ասեմ, բժշկությունը բիզնես Միջև բիզնես դառնալը նա պետքա հենց բժշկություն մնա, դա պետքա նպատակաուղղված լինի մարդկանց օգնելուն, միջև բիզնես։ Ավելի այսպես ձևակերպեմ, լավ։ Ես վազում եմ գործի հետևից, դրամը վազում է իմ հետևից։ Վաու, շատ լավն է։ Սա ես իմ համար եմ ստեղծել այդ միտքը, այսպես ասեմ։ Մենք եթե անիմացիա ունենայինք, այդպես է կնկարեինք։ Հա, դա նույնիսկ կարելի է կարգախոս սարքել, այսինքն վազի գործի հետևից, որ դրամը վազի քո հետևից։ Դրամն է քո հետևից կվազի։ Okay, եթե այս տրամաբանությամբ Եթե հագարակն եք վազում, սխալ է։
դա չեմ ուզենա։ Դրամի հետևից վազեք, այն ժամանակ էլ գործը վարի է գնում։ Ինքը տուժում է։ Դա չի լինելու։ Շատ հզոր է։ Եթե այս տրամաբանությամբ, այո, բժշկությունն էլ է բիզնես։ Հակառակ տրամաբանությամբ կոնկրետ ես չեմ ընդունում։ Շատ հետաքրքիր։ Որտեվ տենց որ վերցնենք իրականում, հա, կան օրինակ մասնագիտություններ, որոնք իսկապես առաքելություններ են, հա։ Առաքելությունը ուրեմն ուսուցիչը, հա, շատ հստակ է, մենք պետք է հասկանանք, որ հասարակության մեջ ինչ էլ ասեն, մեկ-մեկ որ թվեր են հնչեցնում, հնա եւ այլ, Հայաստանը կտրուկ զարգացել է, հնան 2 անգամ ավելացել, ասում հասարակությունները շուտ բանից իմ համար գնահատվում են ուսուցչի դերով։ Երբ որ ուսուցչի դերը հասարակության մեջ կլինի պատշաճ, չեմ ասում ամենաբարձր, պատշաճ վերաբերմունք, հարգանք, ուրեմն հասարակությունը փոխվել է, ուրեմն հասարակությունը կայացել է, հա։ Նույնը բժիշկն է, դրանք առաքելություններ են, հա։ Ու ոչ ոք չի ասում եկեք դա իրանց ձեռից վերցնենք, բայց երբ որ կա հաճախորդ, դու ուսումնական կենտրոն ես բացել, ու ծառայություն ես մատուցում, իրավունք չունես, հա, մարդուց գումար ստանալուց, հա, ասես դե մենք ус հաստատություն ենք, սա բիզնես չի, դա բիզնես է, եթե դա գումարով է, հա, որտեղ մարդը աշխատել է եւ դրա դիմաց ինչ-որ ծառայություն ուզում, շատ լավ ձևակերպեցիք այդ միտքը, վազի քո սիրած գործի հետևից, քո սիրած, դա կարևոր է, փողնեկը վազի քո հետևից։ Վազի, գիտեք, ասենք երբեմն նույնիսկ նեղվում են հաճախորդներից, որ տեղ չկա այնտեղ, օքեյ, որ ես ուզում եմ իրանց, ասեցի ձեզ մինչեւ այս բոլորը, առավոտյան 10-ին կարող եմ մտնել, 9-ին գիշերվա չեմ հոգնում։ Սիրով եմ ընդունում, 9-ին նոր դուրս գամ, ու երբեմն տեղ չկա այնտեղ, որ նորից գրանցում կատարենք։ Ինչու համար, որտեվ ես իսկապես սիրով եմ գնում։ Ու մարդիկ են, որ ասում են, ասես ձեռքները բաց, իմիջիալուց Քուվեյթում այսպեսի մի արտահայտություն կար։ Այն կլինիկայում աշխատում են հայերը։ Դու գնա քո պայսակը բացի, իրանք գիտեն ինչքան կվերցնեն։ Վաու։ Okay։ Երբեք այդ ավելը չենք վերցնում։ Իմ մոտ գալիս են շեխաներ, բավական ճանաչված մարդիկ։ Ու եթե դիսկաունտ է, անպայման իրանց տալիս է, մի բան էլ ավել, որ այդ մարդիկ հանկարծ իրանց վիրավորված չզգան, որ մտել ես իրենց գրպանը, չի կարելի։ Հաջորդ հարցը ինքը որպես այդպեսին ինքը հարց չի, ինքը ուրեմն մինչ մեկնարկը մեր նախապատրաստական փուլում մեր թիմը կապ է հաստատել ձեր թիմի հետ, հա, տակից աշխատել են, հա, տենց իրանք իրար հետ լավ են։ Ու փոխանակվել են ուրեմն մեր հայ մեծերի մտքերով, այսինքն ես հիմա հնչեցնելու եմ 4 հատ ոսկե մտքեր, որոնք պատկանում են մեր հայ մեծերին, եւ թիմը կարծել է, մտածել է, որն է ամենահոգեհարազատը լինելու ձեզ։ Այսինքն այս հարցը ուղղված է այդ սինխրոնիզացիային, ինչքանով եք դուք արժե համակարգով իրար հետ սինխրոնիզացված, ինչքան են իրանք ձեզ ճանաչում, դուք իրանց ճանաչում։ Okay, հետաքրքիր։ Առնետային պահ կա, էլի, ուզում եք կռիվ գցենք ձեր մեջ։ Ուզում եք ասեք կրսական, չնչացրեցիք։ Ասենք որ այդ առնետ բառը այդքան վիրավորական չի, չէ՞։ Չէ, բայց համեն տեղը չի հնչում։ Սենց այնպես ես նույնիսկ ֆիքսել եմ, որ ասում ժողովուրդ աշխարհի երևի մեկ։ Չէ, բայց կրես ավել լավ է հնչում։ Հա, վիրավորական է, էլի տեղն ա դնում։ Դու այնօր ասում մենք եզակի ժողովուրդներից ենք աշխարհում, որ տառական բառի մեջ սեր բառն ենք ավելացրել։ Ինքը հայերեն խավարասեր է։ Այսինքն ամբողջ աշխարհում ասում են եվաղ, յաղ, տառական, մենք ասում ենք խավարասեր։ Սեր բառ ենք ավելացրել այնտեղ, որտեղ որ ամբողջ աշխարհը զզվում է, էլի։ Ունիկալ ժողովուրդ ենք։ Լավ, գնացինք տարբերակները, պատրաստ ենք։ Առաջի տարբերակ՝ ամեն մի մենամարտ կամ մրցախաղ միաժամանակ ներքին պայքար է։ Տիգրան Պետրոսյան։ Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու եւ գործելու։ Սոս Սարգսյան։ Երրորդ տարբերակ՝ հումոր չունեցող մարդկանց կարևոր պաշտոնների նշանակելը շատ սխալ է։ Լեոնիդ Ենգիբարյան եւ Դ տարբերակ՝ վախեցիր ճակատագրից, եթե այն առատորեն փաղաքշանք է պարգևում։ Արամ Խաչատրյան։ Okay։ Լավն էին իհարկե բոլորն էլ, բայց ամենահոգեհարազատը ես կասեմ Սոս Սարգսյանը։ Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու եւ գործելու։ Ունենք նաեւ տարբերակ՝ հումոր չունեցող մարդկանց կարևոր պաշտոնների նշանակելը շատ սխալ է։ Լեոնիդ Եղիբարյան, վախեցիր ճակատագրից, եթե այն առատորեն փաղաքշանք է պարգևում։ Արամ Խաչատրյան եւ իհարկե առաջի տարբերակն էր ամեն մի մենամարտ կամ մրցախաղ միաժամանակ ներքին պայքար է։ Տիգրան Պետրոսյան։ Դուք ընտրում եք։ Երկրորդը, բայց առաջինն էլ էր իհարկե շատ հոգեհարազատ, այդպես ասեմ։
դե բոլորն էլ կային, բայց ասում եմ, չգիտեմ, Սոս Սարգսյանը կա։ Այսօր մենք Սոս Սարգսյանի տրամադրության տակ ենք գտնվում եւ սա սխալ պատասխաններ։ Հա, թիմը կարծում է, որ հումոր չունեցող մարդկանց կարևոր պաշտոնի նշանակելը շատ սխալ է։ Նախ եկեք անդրադառնանք Հելիոս կենտրոնի ղեկավարությունը ընտրվում է հումորի զգացողությամբ թե ոչ։ Այսինքն կարևոր պաշտոններին ձեր համար իշխանով է կարևորում հումորը, որովհետև թիմը շատ իհարկե շատ նորից ճիշտ է իմ թիմը գիտեք ոնց է այո ընդհանրապես հումոր չունեցող մարդկանց հետ շփվել պետք չի ոչ միտեղ այն մարդը որ չունի այդ հումորի զգացում ինչքան դժվար է ապրել այդ մարդու հետ որտեղ ուզում է այսինքն ինչ որ մտքի ճկունություն է չէ տալիս մանավանդ երբ որ մարդը ինքնա քննադատաբար է իրան վերաբերվում այդ հումորի կարելի ասել մեր ազգը հումորի շնորհիվ է այսքան ես հասկանում եմ իմ ստաֆին ինչու համար են դա օքեյ վերագրել ինձ որովհետև իրանք գիտեն ամենադժվար պայմաններում ես մի հատ այսպեսի մի հատ հումոր կարող եմ անել որ իր աստված այդտեղ ոչ ոք չկար ինչ էր եղել որ ուտեց էլի իրենք սովոր են դա ինձանից ես գիտեք ոնց էր այդ հարցը իմ ներքինով տարա ֆիլտրեցի նրանք ինձանով են օքեյ մոտեցել ու իրենք ճիշտ են այդ կողմից որովհետև նորից եմ ասում որտեղ որ չլինի հումոր կամ այդ զգացողությունը դա շատ նախտխուր տեղ է շատ հիմար տեղ է այդպես ասեմ որովհետև լրջության մեջ չէ որ մարդու տրված այդ բոլոր զգացումները վերջապես ու էմոցիա է բավականին լուրջ երկու մարդ իրար հետ շփվում են այսինքն արգելել հետո մարդիկ կան հա շատ դեպքերում ասում են իրար հետ հավաքվեցի ծաղում եք դա ձիգ են պահում թիմը հետո մտնում են ասում են հյուրամատ էջի չէ շփտում այ մարդ այդ մարդը ո՞նց շփտա եւ շփտա եթե ներքին լիքը բաներ ու հումորով լիքը բաներ թեթև է տարվում հա միգուցե դա նաեւ մեր նախնիներից եկած բաներ հա այտենց կարող եմ մի բան պատմեմ հա իհարկե պատմեմ բա ո՞նց է սկանդալային բլոգ բզբզմեն թե բիզնեսմեն հաղորդաշարում Ուրեմն Քուվեյթում ենք սովորաբար այն ժամանակ ես ինքս էի ամբողջ այդ հաշվապահությունը անում նաև դեռ նոր էր ձևավորվում այդ կլինիկան ու ունեմ մի հատ ֆիլիպինցի նոր աշխատող մատուցող օքեյ աշխատանքս վերջացրեցի որպես բժիշկ գնացի տուն բայց մոտ էր տունը փոշմանեցի ասի լավ լիքը ժամանակ է հետ գնացի ասի եթե նստեմ իմ հաշվարկներին հակառակ կողմից մի հատ դուր կար այնտեղից մտա սեղանիս մոտ ու զանգեցի քարտուղարուն որ խնդրում եմ ինձ մի հատ կոֆե մի հատ սուրճ իմիջայլոց հա ես այդպես եմ մեկ երկուսն էլ ուզում եմ եթե շատ գործ եմ ունենում մի հատ կոֆե մի հատ սուրճ հա սուրճը կոֆե շատ է զարը հա ուրեմն այս քարտուղարից զանգում այդ ֆիլիպինցուն որ շուտ հասցրու բժշկուհուն օքեյ այնտեղ նստածա որբեր չէ ինքը դուրս է եկել օքեյ ինքը դուրս է եկել այդ քարտուղարին ասում է չէ ասում է ինքը զանգեց ինձ ուզեց ես տեսել եմ ինքը դուրս է եկել ինքը մեքենան նստեց գնաց ու ես այդ խոսակցությունը լսում եմ ասես մի քիչ անթափանց ապակի է այնտեղ օքեյ ու խոսակցությունը լսում եմ մեկի հետ մարժակալի որ այնտեղ եմ թե այնտեղ չեմ այնի ասում է գնացել են ասում է չի գնացել ուրեմն երկուսն էլ վերցրած գալիս է այդ ֆիլիպինցին, բայց քարտուղարին կողքից է գալի։ Հա, որտեղ արդեն ինտրիգային պահ կա։ Ուրեմն միջև իրանք կմտնեն, ես ինչ արեցի, մտա սեղանի տակ։ Ասում այստեղ ես ձգվեմ մի քիչ։ Ես այդ տարբերակը չունեի գլխից մեջ։ Շատ է զորեջ։ Սեղանը ես մտա։ Ահա։ Ինձ հետաքրել են, որ ես մտան ու ոչ մեկ ինչ կտեսան։ Ուրեմն երկուսը մտան, մեկ էլ ահա, քո ֆիլիպինցին You see, she's not there. Okay, and make a cartoon. No. Okay, she calls. Okay, so zangets. ու այդ պահին ինչ տեսա, աթոռից վրա իմ պայսակն է։ Վաա։ Հիմա սեղանի տակից սկսեցի պայսակ քաշել, հիմա պատկասեք այդ պայսակը ինչ իրան շարժվում։ Իգստեի պայսակը ստեյշի։ Ուսրանք չեմ պատկերացնում, որ ես կարող եմ կարող Այսինքն թիմը սինինը սկսեց ձեռքը դողալ մի հատ ու չեն հասկանում ինչա կատարվում։ Ասեմ ձեզ, մի հատ շատ կարևոր բան էր։ Մենակ որ ճիշտ են մերոնք։ Սա շատ ծիծաղալու պատմություն էր ձեր աչքերով։ Աշխատողները հիմա սա որպես կարան տրավմա պատմեն հոգեբանի մոտ։ Ասեմ պատկերացնես մտնում եմ տնօրենի սենյակ, մեկ է պայուսակը սկսում է իրար գալ։ Մինչև հիմա պայուսակներից վախենում եմ։ Չէ, նայեք Այն կա հասկացողություն, ասում եմ ներքին մանուկը, չէ՞։ Երևի դա ցանկացած մեծ մարդու կարևոր առաքելությունն է այդ իր ներքին մանուկին պահի։ Դա երևի տալիս է այդ երազանքի կարևոր հենց մենք չափից ավել լուրջ ենք սկսում ամեն ինչ անել, հա, ախր կյանքը ինքը նաև
ունի այդ ներքև իջնելու հատկությունը, էլի, այդ փրկելու պահի մանուկն է արթնանում։ Այո։ Որտեվ շատ բաներ տրամաբանորեն չես հասկանա, պիտի տեղ թողես։ Այո։ Ուրեմն ապրեք դուք, որ թիմը նաև թե դուք եք չարաճճի, թե թիմն եք նաև խրախոսում դեպի չարաճճություն։ Շատ լավ։ Մենք բզբզ հարց ունենք, քանի որ մեր մոտ դեսինխրոնիզացիա է եղել։ Որտեղից ուզում եք վերցրեք։ Թիմակիցներ ընտրելիս նախապատվություն ես տալիս ծանոթ բարեկամներին, թե արդյունավետ մասնագետներին։ Իհարկե արդյունավետ մասնագետներին։ Չէ, ծանոթ բարեկամ ինձ համար գոյություն չունի, անգամ եթե լինի, դա կդառնա արդյունավետ մասնագետ։ Այսինքն առաջնայինը դա է։ Այո։ Շուտվա սկզբունքա Մշտական։ Որ պայից է, այս երևի ինչ ենք ասում, այս վերջերս մենք տենց ֆիքսել ենք, որ ամեն դեպքում տենց մի քիչ բան է դարձել, ասում են, այս մարդը ծանոթ է, բայց ասում են, երբ այս շատ հնարավոր է իր ծանոթը լինի, շատ հնարավոր է իր բարեկամը լինի, բայց բիզնեսում, եթե ինքը արդյունք չի տալու, երկրը ինքը չի կարա պահի գործարարը, ինչքան եղբայրը լինի, քույրը լինի, նշանակություն չունի։ Հա, երկար չես կարա պահես ամենայն հարգանքով լիքը մարդկանց հանդեպ որպես մասնագետներ, սա պետական ծառայողները չեն, որ արդյունավետությունը չի չափվում եւ հետեւաբար կարող է մարդը երկար ժամանակ, հա, ինչ որ գործի լինի։ Բիզնեսում շատ հստակ է այդ ամենը։ Իհարկե։ Իսկ ինչ եմ ասում, որտեվ դուք նաեւ արևելքում եք աշխատում, այնպես ինչպես է, այնտեղ ոնց է մշակույթը։ Գիտեք, ես քանի որ մտել եմ ու ստեղծել իմը այն գետնահարկից սկսած, քիչ-քիչ մեծացել եւ բերել եմ հայերի շուրջս։ Okay։ Չեմ շատ աշխատել ուրիշ տեղեր, որ դա տեսնեմ, բայց այո, ծանոթ բարեկամը ամեն տեղ կա։ Կոնկրետ ես ստեղծել եմ այդ կենտրոնը, որտեղ որ թեկուզ ծանոթ եմ բերել, բայց իրանք գիտեն մի բան, մտան աշխատանքի, իրանք դարձան աշխատակից։ Թիմակից արդեն ձերդ են։ Okay, ինձ համար միշտ ասում են, հետաքրքիր է մեր դոկտորան, մեզանից շատ աշխատում, մեզանից շատ, եթե պետք է ուրախանում, այսինքն դրսում, մեզանից առաջ դրսում կանգնած սպասում է, թե երբ ենք միասին դուրս գնալու։ Հենց դուռը փակեցի, ես իրանց ընկերն եմ։ Ներս մտանք, ես անկեղծ նկատեցի դա այսօր, մեր այդ նախապատրաստական փուլում, թե ինչպեսի անկեղծ հոգատարությամբ էին վերաբերվում ձեր թիմակիցները։ Շնորհակալ եմ։ Ես դա բաներ կան, որ չեմ ուզում, դա երևում է, երբ որ դու դա անում ես ի պաշտոնե կամ գործով պարտադրված, կա որ երևում է դա արվում է ի սրտանց, այսինքն ու դա փոխադարձ է, դա չի կարելի պահանջել։ Շատ դեպքերում երբ որ ասում են այս մարդը սրտացավ չի թիմակիցների մասին, ես խնդրում եմ ասում լսեք, թիմակից չի կարա իր CV-ի մեջ գրի ես սրտացավ եմ։ Այո։ Դա դու ինքդ վերաբերվի իր հանդեպ, դա ոնց էր ասում, հետադարձ կապն է, ինչպեսին դու ես, այնպեսին ինքն է։ Եթե այստեղ միջավայր է ձևավորված, ինքը սրտացավ է դառնում, հա։ Դա արդյունքն է, էլի, դա չի կարելի պահանջել գլխանց։ Դա ընդհանրապես չի կարելի։ Գիտեք ինչ է, ես իմ կարծիքով դա մարդու բնույթ է, կամ լինում է, կամ չի լինում։ Ուղղակի եթե դու չես լինում, եթե դու այդպեսին ես ու չես անում, դու քեզ ես դավաճանում։ Երբեմն ինձ մեղադրում են նաև, որ շատ ես։ Okay, որպես անգամ որպես շեֆ կամ այսպես ասեմ, շատ ես քեզ տալիս, okay, այդպես չի ասում։ Հակառակ դեպքում ես ինձ դեմ եմ դուրս գալիս։ Իսկ ես չեմ ուզում ինձ դեմ դուրս գալ։ Հիմա դիմացինը կգնահատի, կմնա կողքս։ Չի գնահատի, ասված իր հետ։ Ստեսյուն։ Ես պարտավոր եմ այս հարցը տալ, որովհետև նախ ծանոթանալով ձեր հետ եւ շատ ուրախ եմ, որ այս հաղորդաշարի շրջանակում մենք կարողացանք նաև անդրադառնալ այլ թեմաներին, անձնական եւ այլն, ինքնատուն անձնական հատկությունների, մոտեցումներին, արժե համակարգին։ Այս հարցը միանգամից առաջանում, հա, որպես բժիշկ մենթորություն անել, վերցնել աշակերտներ, որտեվ զգում եմ, որ ես սպասում եի դա, որ պետք է ձեր մոտ այդ ժպիտը ունեք, զբաղվում եք, որտեվ շատ կուզենայի, որ իսկապես մեր երկրում մի քանի, հա, մեծ քանակությամբ երիտասարդ բժիշկներ ձեր մոտ լինեին, ձեր մենթորշիպի տակ լինեին, հայերեն չգիտեմ ոնց կգնա այդ բառը, հա, որ ուսուցանել պրակտիկ դաշտում նաև ձեզանից ինչ-որ բան վերցնեին հետագայի համար, որտեվ սա անուղղակի գործիքակազմ է, հա, սա ոչ թե մասնագիտական է, այլ նաև մարդու վերաբերմունք, գործի հանդեպ վերաբերմունք ունեք։ Գիտեք, այդպես դեռ ժամանակ, ցավոք դեռ ժամանակ չի լինում, նախ իմ երազանքն է վերադառնալ մշտական Հայաստան,
ուրեմն ձգտում եմ դրան ամեն ձևով, երբ որ կարողանանք Helios-ը այնքան ամուր, որ լուրջ, ասեմ ձեզ, ասում են, որ Helios-ը դեռ բիզնես չի, որովհետև, okay, այո, այն որ շատ ենք տալի, բիզնեսի մասին ենք խոսում, բայց դեռ, okay, բայց ձգտում ենք դրան։ Բիզնես դառնալով այնքանով, որ դա նշանակում է ինքը իրեն կարողանա պահի առանց այն դրսի Helios-ի օգնության։ Հասկացա։ Okay, դա է։ Երբ որ կհասնի այդ օր, ուրեմն ես այստեղ եմ եւ այն ժամանակ ես շատ ժամանակ ունենամ, այո, ինչպես որ դուք ասեցիք, գիտելիքներս եւ փորձս անցած ուղից նաեւ տալու դրսի եկած ուսանողներին։ Իսկ առայժմ իմ դռները միշտ բաց են մեր աշխատակիցների ու բոլոր բժիշկների առջև։ Ժամանակին, երբ որ ես առաջին լեյզեր մտցնողն էի Հայաստան, okay, դեռևս 2007 թիվ, լեյզերների ամբողջ մի ընտանիք բերեցի եւ ես հայտարարեցի բոլոր հիվանդանոցների բժիշկներին հայտարարում եմ հանգիստ կարող եք գալ եւ փորձարկել որովհետեւ եթե դուք գնում եք որևիցե միջազգային կոնֆերանսի եւ անգամ այդ լեյզերը չեք վերցել ձեր ձեռքը մի հատ գոնե փորձարկեք այրվածքաբանական կենտրոնից եկան հենց այն ժամանակ այդ գիհիշեք ինչ որ այդտեղ միտինգեր ինչ էր երեխաները ահագին փուչիկներ պայթեցին ու հիշում եմ հիշեցի դա Ուրեմն հենց այրվածքաբանական կենտրոնից եկան բժիշկները եւ իրենք այդ երեխաներին բերում էին հենց այդտեղ ու անվճար բուժում ու իրենք սովորեցին հենց այդ լեյզերների վրա չեմ ափսոսացել մոտս բան եղավ ախր պետք է հելիում չէ, մեջը պետք է լիներ, բայց իրանք ուրիշ գազ էին լցել, մետան, եթե շտամ մետան լցրել ու բերել են հելիոս, հա, հելիում գազը, հելիոս բերել, այսինքն ինչ որ կոսմոսի հետ կապված բան ա եղել, էլի։ Դրա համար տենց պատկերացեցի, սխալ հիշեցի։ Անցնենք հաջորդ հարցին։ Okay։ Հաջորդ հարցը մեր մոտ ավարտական է եւ հաջորդ հարցի պատրաստման մեջ մեր թիմակիցները տանջել են արհեստական բանականությանը։ Տենց ինչ եմ ասում տանջել են, որովհետեւ արհեստական բանականությունը պետք է սովորեցնես, որպեսզի ճանաչի Հայաստանը, ճանաչի հայաստանյան բիզնեսը եւ ճանաչի հայաստանյան բիզնեսում գործող էսթետիկ բժշկական ոլորտը եւ ըստ այդ ոլորտի ճանաչի Helios բժշկական կենտրոնը Հելեն Նազարյանին։ Լրիվ ամբողջը ճանաչելուց հետո հետեւյալ հարցն է ձևակերպվել ըստ արհեստական բանականության կանխատեսման նշված մարտահրավերներից, որը հաստատ չի սպառնում ձեր բիզնեսին առաջիկա 3 տարիներին։ Այսինքն առաջիկա 3 տարիների սպառնալիքներն են դուրս բերել Helios-ի համար, եկեք ասենք էսթետիկ բժշկության ոլորտում գործող ընկերությունների համար, որտեղ նաև Helios-ի փորձն է հետազոտված, բայց ամենևին։ Հա, եւ ունենք 4 տարբերակ, 3-ը հստակ մարտահրավեր են, բայց մեկը մարտահրավեր չի, հորինված է։ Դրան պետք է թեթև վերաբերվենք։ Հիմա կասեմ, կհնչեցնեմ բոլոր 4-ը, դուք ձեր կարծիքով կասեք, որն է այն որը մարտահրավեր չի։ Որը մարտահրավեր չի մոտակա 3 տարիներին։ Գնացինք։ Առաջին, նոր սարքավորումների ձեռքբերման պահանջ, B. Ծառայությունների ցանկի կրճատման հարց, G. Գնային քաղաքականության ճնշումներ մրցակիցներից, D. Մասնագետներին պահելու խնդիր։ Կարամ կարդամ եւս մեկ անգամ։ Գնացինք։ Նոր սարքավորումների ձեռքբերման պահանջ, A տարբերակ, B. Ծառայությունների ցանկի կրճատման հարց, G. Գնային քաղաքականության ճնշումներ մրցակիցներից եւ D. Մասնագետներին պահելու խնդիր։ Եվ ծառայությունների կրճատում, չէ, կամ մասնագետներին, ըստ եթե վերցնենք արհեստական բանականության այնտեղ ահագին այնտեղ չէ մասնագետներն էլ ես չէի ուզենա կրճատել գործիքներ այնտեղ գնում էր գործիքները գնում էր ծառայությունները նոր սարքավորումներ ծառայությունների ցանկի կրճատում գնային քաղաքականության ճնշումներ մրցակիցներից որոնք իսկապես կան հա եւ մեկը հորինված է եւ մեզ չի սպառնում այդպիսի մարտահրավեր 3 տարվա մեջ չենք ունենա Ես կասեի ծառայությունները, որտեղ ամեն դեպքում փոխարինվում են ուրիշ ծառայություններով։ Դոկտոր ջան։ Հա։ Մեր թիմից մարդ ունեք։ Սա ճիշտ պատասխանն էր։ Yes։ Չէ, ձերոցիչնեմ։ Չէ, ես տրամաբանում եմ ուղղակի որպես բիզնես, այսպես ասեմ, կենտրոնի հիմնադիր, ինձ մարտահրավեր կլիներ։ Ես կարող եմ մի ծառայությունը փոխարինել մի ուրիշով։ Ընդհանրապես այստեղ կուզենայի ասել ապագայի հետ կախված, հա, էսթետիկան ինքը մի հատ հետաքրքիր բան է։
Դուք լավ նշեցիք, որ առողջություն արտաքին, բայց ցավոք սրտի ես կուզենամ դրա մի հատ երկրորդ կողմն էլ ասեմ, էլի, շատ մարդիկ իրենց դեմքին, մաշկին վերաբերում են որպես հագուստ։ Ու այն ինչը որ մեր տաղանդավոր հայրենակիցը իսկապես որ ունենք հայեր, որոնցով չենք գիտակցում, չենք հպարտանում, հա, Ռոբերտո Սահակյան, որը ստեղծել էր հրաշալի մի հատ մուլտֆիլմ, որը որ էսթետիկ գեղեցկության շրջանում կարելի ասել կանխատեսում էր արել, թե ձուկը ինչպեսի շրթունքներով է լինելու եւ ասելու է, հա, оставайся мальчик с нами։ Հա, ու էդի ոսկե կանոն գործում այսօր աշխարհի բոլոր կենտրոնական փողոցներում, այդ աղջիկները քայլում են այդպեսի պրոշներով եւ ասում են оставайся мальчик с нами, будешь нашим королем։ Ու գալիս է դա մոդայի պես է։ Օրինակ Ճապոնիայում արդեն պրոշները կդրում են, բարակացնում են եւ այսինքն իրավունք չունենք, մարդ իր մարմինը ինչպես ուզում է թող ինքը վարվի։ Այ ուզում հասկանամ որպես բժիշկ, հա, կան արդյոք ինչ-որ ծառայություններ, որ մարդը գալիս ուզում է եւ դուք ասում եք չէ, էլի, աղջիկ ջան, չէ։ Կլինի դու մի քիչ քո դեմքին, մաշկին մի քիչ ավելի երկարատև նայես, էլի, 5 տարի հետո դրա հավեսը փախնելու է, էլի։ Հետո փողես ծախսելու, նորից էդի ոնց է, էլի, թե հաճախորդը ուզում է, գումարը վճարում է, ինչ ուզում է անի, ուզում է 2 հատ քիչ սարքենք, 3 հարգանի բրոշ։ Գիտեք, հենց այսօր հիշեցի, հենց այսօր մի հատ շատ սիրուն աղջիկ ունեմ, գալիս է, մեկ-մեկ դες առաջի անգամ որ եկավ, էլ շատ բաներից էր խոսում, ասի, ես եմ ուզում, են ուզում, ասի ոչ։ Մի երկու թեթև բանացի, ասի գնա։ Այսօր եկել էր նորեն, կարծում եմ դեմքս խամրած է, ասի չէ, քո ուղեղն է խամրած։ Ինձ այդպես էլ ասել եմ, օքեյ, ասի որովհետև դու չես տեսնում այն գեղեցկությունը, որ քո դեմքին դու ունես, օքեյ։ Ես իմ ստորագրությունն եմ քո դեմքին կատարում, երբ որ ինչ-որ միջամտություն եմ կատարում։ Ով էլ տեսնի, ով է արել, դոկտոր Հելենը, չէ՞։ Ասի չեմ անի, որովհետև այնքան սիրուն է ստորագրել քո ծնողները, ինչ որ ունես, օքեյ, որ դրա վրա մի հատ էլ ստորագրություն պետք չի։ Գնա հայլին վերցրու ու սիրի քեզ։ Ու միշտ իմ հաճախորդներին ես դա եմ ասում, սիրիր քեզ։ Ընդհանրապես, եթե պետք է ինչ-որ թեթև միջամտություն, նորից եմ ասում։ Ահա, հիմա զեկույց ունեմ, ամսի 18-ին հենց այդպես ինտրիգային հարց եմ տվել, որն է գեղեցկության չափանիշը, չէ՞ որ փոխվում է անընդհատ դարերի ընթացքում տարիներով։ Ապրեք շատ։ Ամենավերջում եմ թողել դրա պատասխանը, ասեմ, փոխվում է անընդհատ, բայց ես ինձ համար ստեղծել եմ մենակ մի չափանիշ։ Գեղեցիկ է, երբ առողջ է։ Տեսքը։ Սա հիվանդ ուղեղի մասին է խոսում։ Այդ բժիշկն էլ է կատարողը հիվանդ ուղեղով անողն էլ։ Որտեվ այդ մարդը ինչ-որ ժամանակ հետո ախր լրիվ ճիշտ եք ասում, էլի դու զգում ես որ այդ մարդը հետո խնդրի առաջ է կանգնելու։ Հանելը խնդիր է, որտեղ մաշկը կկախվի, այնտեղ հազար ու մի խնդիրներ է առաջանում, վերջապես այդ մարդկանց հետ առողջ տեսք, առողջություն ու ընդհանրապես սիրիր ինքդ քեզ։ Սիրիր ու գնահատիր ինչ որ տրված է քեզ ու մենակ այնքան որ մի թեթև օքեյ։ Բիզնես քննարկումը դարձավ վերջում հոգեբանական, որովհետև դուք իսկապես ապրեն են մարդիկ, հա, նախ շնորհակալ ենք ձեր ծնողներին եւ ապրեն են մարդիկ, ովքեր ձեզ ուղղորդել են դեպի բժշկության դաշտ, որովհետև շատ ափսոս կլիներ, որպեսզի հանկարծ միամիտ դուք ուրիշ ոլորտ գնայիք, որովհետև ձեր առաքելությունը այս բժշկության մեջ է եւ իսկապես բավականին մեծ հաճույք ստացանք այս քննարկման ընթացքում, լիքը բան սովորեցինք, ես համոզված եմ մեզ դիտող լսողները եւս տեղ-տեղ կհամաձայնվեն, տեղ-տեղ ոչ ու շատ լավ որ չհամաձայնվեն, որովհետեւ ձեր խոսքը շատ սուր էր, դիպուկ էր, բայց 3 տարի հետո կհասկանան։ Այսինքն այն ոնց ասեմ, ծնողի աշկերով եք նայում, ինքը շատ կա, հոգատարություն կա, ձեր խոսքերի մեջ հոգատարություն կա։ Ու հենց այստեղ է որ դու անուղակի անկեղծ սկսում ես վստահել։ Իշմե դուք ասեցիք ինչու ես վստահում։ Այն դրա պատճառով։ Եթե գա մարդը ձեր մոտ ու ասե գիտեք ինչ կա, սա պետք է փոխվի, սա պետք է փոխվի, սա պետք է փոխվի, չկա խնդիր, որ կարող է այն մարդ գլխից ինչ որ մի հատ բան ուզում, չէ, հոգատարություն կա։ Եթեներդ անջատվում են, որտեղ զգում ես որ այդ մարդը բժիշկ է եւ քեզ տանում է դեպի առողջություն։ Ես մի գաղտնիք էլ բացեմ, միջև ավարտելը, չգիտեմ շատերի համար դա գաղտնիք չէ։ Ուրեմն առաջին իմ մասնագիտությունը դեռ ես միշտ երազել եմ բժիշկ դառնամ, այն որ ձուկ էի վերցնում, փոքրուց մորթում էի, բանանում տեսնեմ ինչ կա չկա, միշտ սիրել եմ։ Մուկ էի բռնում, ասեմ ձեզ։ Բայց ուրեմն երբ որ ավարտեցի այն 84 թվականներն է, այդ ժամանակ գիտեք բժշկական ինստիտուտ ընդունվելը բավական, այն որ ասում են մի հատ ինչ էր 24-ի գին։
Իհարկե։ Ես հարգելով ու սիրելով իմ papayin, չուզեցի որ ինքը այդ գինը վճարի ու շատ լավ սովորող եմ ել դպրոցը, գնացել եմ պոլիտեխնիկ, որտեղ այն ժամանակ պոլիտեխնիկը դուք միակ տեղն էր, որ առանց դրամի կընդունվեիր։ Ու քանի որ եթե բժշկություն չէր ինձ համար լրիվ մեկ է թե ես ինչ մասնագիտություն եմ ընտրում, աչքերս փակել եմ, այսպես մատս դրել ու գնացի հաշվողական տեխնիկա։ Ավարտել եմ համարյա կարմիր դիպլոմով։ Հետո ամուսնացա Քուվեյթից եկած Ֆիլիպի հետ, որը որ դեռ սովորում էր պոլիտեխնիկում, 3 տարի ուներ որ ավարտեր, այդ ընթացքում ես նոր բացվել էր Հայբուսակ ինստիտուտը որպես private, ասի միջև դուք ավարտես, ես կգնամ այնտեղ գոնե երազանքս է ձևով։ Ուրեմն ամեն օր ես որ պոլիտեխնիկ էի գնում, ես հայացքս դեպի բժշկական ինստիտուտն էր, հոգիս դեպի այնտեղ էր։ Ասացիք փշակահավեցի։ Okay։ Գնացի ուրեմն այնտեղ այդ Հայբուսակը նորից, okay, ավարտեցի ու դրանից հետո արդեն գիտով, որտեղ որ արդեն մասնագիտացումը որպես դերմատոլոգիա Պրոֆեսոր Խաչիկյանը կհիշի հիմա կա Դանիելյանը արդեն գնաց Խաչիկյանը կա Խաչիկյանի մոտ պետք է մտնել քննություն հանձնել մենակ այն դեպքում եթե դու վստահ ես որ 9 ես ստանալու հակառակ պարագայում հարց տվես մի հատ հարց է տալի եթե չպատասխանեցիր միանգամից գնվես շատ ցածր գնահատական ու կարող է կտրվեիր պետք է այնքան վստահ լինեիր որ իր մոտ մտնեիր ամեն անգամ մտել եմ ապացուցելու համար որ ես ճիշտ եմ գնում որտեղ ես ոչ մենակ սիրում եմ այլև ճիշտ եմ գնում Շատ հզոր էր, այսինքն այդ չհանձնվելու, թեկուզ իրավիճակը այնպես էր, որ գնացիք։ Իդեպ ասած պոլիտեխնիկն էլ ահագին երևի դες բան է տվել, հա, ինժեներական մտածելակերպ, ինքը համակարգային մտածելակերպ է, լեյզերների ճիշտ ընտրություն, գործիքների սարքավորումների ճիշտ ընտրություն, մտածելակերպ, համակարգային մտածելակերպը ինքը շատ հզոր է, հա, եւ հարց տալ։ Այո, հարց տալ։ Ինժեներները գիտեն ինչպես հարցը ձևակերպեն։ Այո, ես աշխատանքի եմ ընդունում շատերին հենց դրա համար։ Տալիս եմ ինչ-որ մի բան, կարդում գալիս էր, ասում եմ հիմա հարց տուր։ Ինքը ասում էր ես հարց կտամ, բայց ես ասում եմ հիմա հարց տուր։ Արդյոք հարցը առաջացավ մոտդ։ Եթե ասում ես չէ, ասում եմ չես ընդունվել։ Եվ ավարտին ունենք մի փոքր անակնկալ, հա, որպեսզի հուշ մնամ նաև մեր այսօրվա քննարկմանը, մեր թիմը շարունակում է դեռ տանջել արհեստական բանականությունը, իրանք հավատում են, որ արհեստական բանականությունը երբեք չի զարգանա եւ չի գա իրանց գրավելու։ Ես տենց իրանց հետ լավ եմ, արհեստական բանականությունը մարդ ես։ Բայց մենակ տես տանջում են եւ արհեստական բանականությունը խնդիր էր դրված, որպեսզի ձևավորի Helios ընկերության համար 25-26 թվականի հորոսկոպը, բիզնես հորոսկոպը, ամիսներով ինչ ունեք անելու, հետո շատ լավ առիթ է, որպեսզի մի տարի հետո հանդիպենք եւ ասենք թե համընկեց, չհամընկեց, ինչ եղավ, եւ սա նաեւ որպես այսօրվա այս փոքրիկ հուշ, հա, մեր այսօրվա հետարքիր քննարկման, շնորհակալ ենք ձեզ, հա, այսպեսի մի հատ հորոսկոպ ունենք, հա, ձեզ մաղթում ենք այն ինչ, որ դուք ամենօրյա աշխատանքով փոխանցում եք հասարակությանը առողջություն, քաջ առողջություն եք մաղթում եւ ամենակարևոր երազանքի իրականացում, որպեսզի դուք մշտապես լինեք տեղափոխվեք Հայաստան, որովհետեւ այո, պետքա բոլորս գանք, որ լավ լինի։ Հակառակը չի աշխատում, որ լավ լինի նոր գանք, չի լինում։ Այդպես չի։ Պետք է գանք, որ լավ լինի։ Շնորհակալ ենք ձեզ, ամենայն բարիքները։ Շնորհակալ եմ։ Ես միշտ հավատացել եմ դրա համար, երբ որ դուրս եմ եկել, անընդհատ հետ եմ եկել 2007 թվականից է Helios-ը։ Բաժանորդագրվեք B1 Media-ի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր եւ հետաքրքիր հաղորդաշարերը։